Քարոզ Արշավը Լոռու մարզում հատկապես ձեր ընդդիմադիր գործընկերները մի քանի սադրանքներ փորձեցին իրականացնել, այս համատեքստում եթե գնահատենք, ինչ մտահոգություններ ունեն, որ սադրանքների միջոցով են փորձում Գլուխները պատով են տալիս, չի ստացվելու։ Քաղաքացիների հետ կարծես երկու հարազատի երկխոսություն լինի, իսկապես 4-րդ Քարոզ Արշավն է, որ ես ղեկավարում եմ շտաբ, այս անգամ արդեն մարզային շտաբ եւ 5 տարի աշխատել ենք, ահռելի արված աշխատանքով վերադարձել ենք ու քաղաքացիներին հաշվետվություն ենք տալիս։ Խաղաղությունից սկսած առողջության ապահովագրությունով, թոշակների բարձրացումով 5000 կիլոմետր ճանապարհով, 300 դպրոցի կառման կապակցելով եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ 129 բնակավայր ունի մարզը, 60 բնակավայրում եղել եմ արդեն ավելի քան, որ գյուղ գնում եմ ահռելի աշխատանք, իսկապես ահռելի աշխատանքի արվում։ Չկա գյուղ, որը իր խնդրի հետ մնացել է մենակ։ Ես նկատի չունեմ, որ բոլոր գյուղերի բոլոր խնդիրները լուծել վերջացրել ենք, բայց եթե գյուղը ենթադրենք 10 խնդիր ուներ, 5-ը լուծել են, 6-ը լուծել են։ Գյուղեր ունենք 37 ծրագիր ենք իրականացրել ներողություն։ Ու քաղաքացին հավատում է, տեսնում է, գյուղը փոխվում է, ճանապարհները կառուցվում են, մանկապարտեզ, ջրագիծ, լուսավորություն եւ այլն, դեռ էլի խնդիրներ կան, բայց հավատում են, որ այս տարի, մյուս տարի, այն մի տարի այս ճանապարհ լուծելով առաջ են գնում։ Դրա համար է որ խոսակցությունը ստացվում է։ Օրինակ մի կողմից սադրանքներ, մի կողմից ամեն օր հակակոռուպցիոնի տեղեկությունները ընտրակաշառք բաժանելու մասին, մարդկանց գնելու փորձերի մասին, սա ինչ որ ազդեցություն կունենա ձեր կարծիքով։ Այո, կունենա ազդեցություն իմաստով, որ լոռեցուն գնել փորձողների համար լոռեցին գնելու է Կալուգայտոմս հունիսի 7։ Ձեր դիտարկման օրինակ են իրենց պատկերացումները, որ Լոռու մարզը իրենց ազդեցության տակ է, Տաշիրն է իրենց ազդեցության տակ, ինչքանով են մոտ իրականության։ Հունիսի 7-ը ցույց կտա, հունիսի 7-ը կտա, լոռեցին կտա այդ հարցի պատասխանը հունիսի 7-ին վստահ եմ։ Լոռին այն ամենաինտենսիվ թալանված մարզերից մեկն է եղել։ Մանկապարտեզների, այգիների եւ այլն եւ այդպես շարունականում շատ երկար։ Մարդիկ տեսել են դրանց Կալուգացու եղբայրը 3 անգամ պատգամավոր ընտրվել հանրապետական կուսակցությունով Լոռու մարզից։ Ռոբերտ Քոչարյանի մասին կարիք չկա, քաղաքացիների հատորներով պատմում են, Գագիկ Ծառուկյանը կոալիցիոն կառավարման մեջ ա եղել հանրապետականի հետ։ Այդ տարիներին մեր մարզը կեղեքվել է։ Գյուղերը մնացել են իրենց խնդիրների հետ, մենակ քարուքան ճանապարհներով երեխաները երկու կոշիկով են դպրոց գնացել, մեկը ցեխերով դպրոց հասնելու համար, մյուսը դպրոցում հագնելու համար, մանկապարտեզներ չեն եղել, խմելու ջուր չեղել բազմաթիվ գյուղերում։ 3-4 օրից միացնում ենք Մղարդ եւ Արդվի գյուղելու խմելու ջրի համակարգը։ 150 տարի խմելու ջուր չեն ունեցել այդ երկու գյուղերը։ Հիմա ժողովուրդը ես վստահ եմ, որ դեր կկանգնի խաղաղության ու ճիշտ որոշում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։